Ես կարելի է մի բան հարցնեմ, էլի, ուզում եմ շատ պարզ ենք հասարակությանը համար, բոլորը ապահովագրված են ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ 50%, 1,600,000 հոգի այս պահին, որովհետև առողջապահության նախարարությունը թիրախային վերցրեց առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամներին, որոնք նախկինում էլ անվճար արտոնյալ պայմաններով ստանում էին բժշկական օգնություն 0-ից 18 տարեկաներին, որոնք նախկինում ստանում էին, հա, այդ բժշկական օգնությունը վերցրեց փարուսառուներին, որոնք որ եւս ստանում էին պետական պատվեր, այստեղ միակ խումբը, որը խնդիր ուներ որոշակի ծառայություններ վճարելու, դա 65+ տարեկաններ, սակայն մի հատ այստեղ հետաքրքիր մանիպուլյացիա են արել, օրինակ ցանկի մեջ դրել են Չեռնոբիլի աղետի մասնակիցներին, որոնք որ sense թենեց 65+ են եւ իրանք պետպատվերի շահառու էին, ու այստեղ շատ խմբեր կրկնվում են, էլի, այդտեղ կամ պատերազմի մասնակիցներին։ Եվ այս ամբողջը գումարած 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողները պետք է վճարեն ապահովագրության համար տարին 129,800 դրամ։ Դրանք կարող են ձրի բուժվել։ Ոչ, որովհետև առողջապահության նախարարը եւ վարչապետը կարմիր գծով տանում են այն թեզը, որ սա համընդհանուր է, բայց այդքան էլ համընդհանուր չի, որովհետև 50%-ն է ապահովագրած, սա համապարփակ է, բայց համապարփակ չէ, որովհետև դուք ընդամենը ստանալու եք փոխհատուցման 30%, այսինքն խափում են ժողովուրդը։ Այսինքն դա համավճարների սկզբունք են դրել, կարմիր գծով այդ օրենքում գնում է համավճարների սկզբունքը։ Հիմա հիվանդանոցներում ինչ են, մարդը գնում է կոնսուլտացիայի, ապահովագրված մարդը պրիմիտիվ ոչ տերմինոլոգիայով բացատրեմ, գնում է նյարդաբանի կոնսուլտացիա, մտնում է հիվանդանոց, ասում է ես ունեմ նյարդաբանի կոնսուլտացիայի կարիք եւ իմ ընտանեկան բժիշկը իմ ուղեգիրը դրել է, որ ես գամ ապահովագրության շրջանակներում ձեր կլինիկայում կոնսուլտացիայի։ Ասենք ասում է ես ընտրել եմ այսինչ բժշկին։ Այնտեղ կարա լսի պատասխան, որ այդ բժիշկը այո մեր բժիշկն է, բայց ինքը կոնսուլտացիա չի անում ապահովագրության շրջանակներում։ Դուք պետքա վճարեք 20,000 դրամ։ Երկրորդ պատասխանը կարա լսի, որ այո, դա մեր բժիշկն է, իր կոնսուլտացիան 20,000 դրամ է, բայց գիտեք ինքը ապահովագրությունը փոխհատուցում է 6,000 դրամը։ Դուք պետքա վճարեք մնացածը համավճարի ձևով։ Եվ այսպես անդադար հիվանդները կատարում են գրպանից ծախսեր։ Հիմա ինչ են արել, որոշակի վիրահատություններ այս փուլում կատարվում է անվճար, սակայն այդ վիրահատությունները նախկինում էլ է կատարվել անվճար։ Հիմա ես մի բան ասեմ, էլի, եկեք սենց խոսենք։ Շատ վիրահատություն։ Շատ ավելի պարզ։ Այո։ Իրանց պատգամավորներից մեկը, այն մորուքավորը, որ մի ժամանակ իրան համեմատում էին այն կեղտերի մեջ մանեկող կենտ, ազգանուն չեմ հիշում, կներեք դրա համար եմ այդտենց Ալեքսանյան հա տենց պատգամավոր ունեն։ Մեկը կա։ Այն օրը իր էջով, հիմա կարող եմ իր էջը բացել, ասում է 500,000-ից ավելի մարդ արդեն օգտվել է անվճար այս տարի։ Անվճար այդ բանից, բուժօգնությունից ապահովագրություն ներդնելու արդյունքում։ Այո։ Ես հարց բարձրացրեցի իմ ամենահարազատ բարեկամներից մեկը, տարիքը ավելի դե քան 65, այսինքն թոշակառուի հաստատ, այն էլ նենց հիվանդություն, որը միշտ պիտի ձրի լիներ, օնկոլոգիա, այդ մարդուն նույնիսկ այդ պայմաններում ասում են, գիտեք ինչ, դեռևս ծրագրային ապահովումը չկա, մենք չենք կարող, այս մարդը այդ պատճառով ավելի շատ տուժեց, ավելի շատ վճարեց, քան վճարում էր։ Չնայած օնկոլոգիայով հիվանդ մարդիկ ընդհանրապես պիտի ձերու։ Այդ մեկ, ծննդաբերությունը, մարդիկ գնում են ծննդաբերության։ Ասում են, եթե չէ, այս բժիշկի մոտ ես, եթե ուզում ես, որ այն բժիշկը լինի, ապա դու պետք է այսքան վճարես, 800,000 վճարես։ Իդեպ այդ ծախսերի մասին էլ է հարց հնչել հենց մեր պատերից մեկը։ Ասեմ, թվերը մանիպուլացվում են իրականում, բերեմ առողջապահության նախարարի թվերին եմ ես հետևում, ուրեմն հունվարի 15-ին առողջապահության նախարարը կառավարության նիստի ժամանակ ասեց, որ հրաշալի է ընթանում ապահովագրությունը, արդեն 15 օրվա մեջ մենք ունենք 87,000 քաղաքացի, կարող մի քիչ թվերը
խառնեմ պաշտոնական, ես դա հրապարակել եմ, այս բանը տենց հստակ բան չէ, 87,000 հոգի քաղաքացի, որոնք դիմել են ապահովագրության, որոնցից 7,000 քանի 100-ը դիմել են ամբուլատորիա, то есть ԱՊ, արտահիվանդանոցային բժշկական ծառայություն, 8,000 քանի 100-ն էլ դիմել են հիվանդանոց։ Եվ ես հանրային հարց տվեցի, ասի տիկին նախարար, խնդրում եմ բացատրեք, այն 70,000-ը ինչ են եղել։ Հա? Եվ այդ իմ գրառումը կարդացել էին ազգային ժողովի падգամավորները, արդեն ընդդիմադիր դաշտից, եւ այդ նույն հարցը տվեցին ազգային ժողովում, թե տիկին նախարարը 70,000-ը ինչ են եղել։ Եվ նախարարը շատ, այսպես ասած, բանով զարմացած, որ падգամավորը դրա մասին չգիտի, ասաց մենք ունենք շտաբ օգնություն, մենք ունենք արտահիվանդանոցային ցերեկային ստացիոնար եւ այլն, դե այնտեղ ասում է падգամավորները ընդունեցին, այն բան կա, չէ՞, ասում գյուղից մարդ չկար, անցավ։ Այսինքն հիմա պաշտոնական գրություն գրեցի, թղթերը հրապարակել են։ Պաշտոնական գրություն գրեցի, ասի խնդրում եմ, ինձ պարզաբանեք, ուր են այդ որ ծառայություններով են դիմել այդ 70,000-ը։ Սկզբից առողջապահության նախարարությունը ինձ այս մեկ ամիս ժամանակ խնդրեց, որ այդ հարցին կարանա պատասխանի։ Թիվը հնչել է կառավարության նիստի ժամանակ իրենց ղեկավարին, հա։ Հետո պատասխան եկա, որ առողջապահության նախարարը կառավարության նիստի ժամանակ շփոթվել է։ Իրականում։ Պարոն վարչապետին եմ դիմում անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, քո առողջապահության նախարարը կառավարության նիստում ձեզ խաբել է։ Այո։ Եվ այն թիվը որոշակել է 87,000, չգիտեմ ինչքան, սուտ է ասել։ Ընդամենը 7,080-ը պոչից կպցրել է, որ ասում է, ինչի ասում է բանը, պարանը դատարկել, ասում է, չէ, պոչից մի հատ խոսք կար կապած, դրա համար էին բռնել։ Հիմա դեպուտատը, երբ որ ասում է 5 միլիոն դիմող ա եղել, ինքը նկատի ունի արտահիվանդանոցային պայմաններում, որոնք որ պոլիկլինիկա են գնում։ Այդ թվերը շատ չեն։ Հիմա բացատրեմ ինչու։ Հայաստանի Հանրապետությունում ԱԱՊ արտահիվանդանոցային բժշկական օգնություն դիմում է տարին մինչև 13 միլիոն։ Այդ պաշտոնական առողջապահության նախարարության թվերն են։ 13 միլիոնը եթե բաժանում ենք 12 ամիսներին, ստացվում է, որ ամենաքիչը ամիսը 1 միլիոն պետքա այց լինի։ Ամենաբան թվերն են վերցնում ստատիստիկայի, հա, որի 50%-ը ապահովագրված են։ Այսինքն պետք է ապահովագրության շրջանակում 500,000 հունվարին մարդ դիմեր, որպեսզի մենք ասեինք ապահովագրությունը ընթանում է նորմալ։ Իսկ եթե ասենք 700-800,000 դիմեինք, ասեինք դե իրանց ասած հարցակվել են ԱԱՊ-ի վրա։ Բայց Առողջապահության նախարարությունը հաջորդ կառավարության նիստին արդեն 10 ամսվա վերջին հայտարարեց, որ այցերի թիվը դարել է 234,000, այսինքն կես միլիոնից կրկնակի քիչ, նշանակում է ԱԱՊ-յո ապահովագրությունով արտահիվանդանոցային ծառայություն չեն դիմել մարդիկ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Ըստ օրենքի մարդը չի կարող իր առաջնային օղակը շրջանցնելով հասնի հիվանդանոց ապահովագրությամբ։ Այսինքն այստեղ էլ է թվերի խնդիր դառնում։ Եթե ձեր падգամավորը հայտարարում է 500,000, դուք հայտարարում եք 234,000, բան 260,000-ը, 60 քանի հազարը ուր են գնացել։ Ո՞վ է ուղեգիր կախել, որ գնան ստանան այդ ծառայությունը։ Ես կարող եմ լավ չեմ լսում։ 13 միլիոն դիմում է լինում բուժ հիմնարկներ։ Այսինքն ուզում եք ասել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի առնվազն տարին 4 անգամ հիվանդանոց է դիմում։ Հայաստանի Հանրապետության նույն քաղաքացին կարող է 4 անգամ չդիմել, քաղաքացիներ կան, որ կարող են եւ պետք է դիմեն ամեն ամիս։ Օրինակ, շաքարախտով հիվանդները գնում են ամեն ամիս գլյուկոմետրիա են անում, հետո գնում են այցը անձով չի, այսինքն այդ քաղաքացին երբ որ մտնում է լաբորատորիա, դա այց է, հետո այդ նույն քաղաքացին գնում է մեկ այլ, ասենք, էնդոկրինոլոգի կոնսուլտացիա։ Լավ, այնտեղ ես որպեսզի զենքի թույլտվություն ստանայի, ինձ ուղարկեցին 15 լաբորատորիա։ 15-ն էլ մտա ստորագրել։ Այդ այցերը գումարվում դառնում են իրանց թվերով 13 միլիոն։ Այդ 13 միլիոնը այց են։ Այցի ոչ թե քաղաքացիներ են, մարդ են, այլ այցեր են։ Այսինքն մեկ էլի ժողովրդի խափում են։ Այսինքն կատարվում է հետաքրքիր թվերի մանիպուլյացիա եւ այդ հարցին, օրինակ ես հիմա այդ падգամավորին չեմ տեսել, թե չէ այդ հարցը կտայի, բայց
կեսը այդ Կարա մենք հիմա թվերի ճարեմ էդի։ այդ թվերի կեսը որտեղով են գնացել հիվանդանոց, այսինքն իրենք նախընտրական մի հատ հետաքրքիր ապահովագրությունը գործիք են համարել գովազդ կազմակերպելու համար, բայց մենք ունենք լուրջ խնդիրներ, արդեն բժիշկները բազմաթիվ նամակներ են գրում, որ օրինակ 2-ից 3 անգամ իրենց աշխատավարձները կրճատվել է եւ այսքան մեր բարձրաձայնումից հետո մեկ է նախարարը հայտարարում է, որ սենց էլի բանը գործերի մեջ հա էլի այս ծաղիկները խնամելուց իր ֆլորիստական հատկությունները ցույց տալուց հայտարարում է ես չգիտեմ ճիշտն ասած տեղը չբերեցի ու մասը Մի հատ բորուքով կա չաղը որ Պարոն Սագուլյան, ես սկզբունքորեն իրենց անունները չեմ կարողանում հիշել։ Եվ բանը, ասենց հայտարարում է, որ հարգելի բժիշկներ, հա 30%-ը կդարձնենք 35%, 5%-ն էլ կդարձնենք անեստեզիոլոգների համար 8% եւ ես հաշվարկել էի, որ օրինակ, եթե մի վիրահատություն էի վերցրի, որի վրա հաշվարկ էի արել, որ օրինակ անեստեզիոլոգների աշխատավարձը նախարարը մեր այնքան բարեհոգյա գտնվե, որ օրինակ 1300 դրամով ավելացրել է, որտեղ 5% եւ 8 ենք դարձնում, 1300 դրամ է ավելանում։